Ինչու է պատմությունը կրկնվում։ Պատմությունը չի կրկնվում, որովհետև անցյալը կենդանի է, այն կրկնվում է, որովհետև մարդն է մոռացկոտ։ Մենք սիրում ենք ասել ժամանակները փոխվել են, բայց արդյոք մարդը փոխվում է։ Նույն վախերն են, ուրիշ անուններով, նույն նկրտումները, նոր կարգախոսերով, նույն ատելությունը, այլ դրոշների տակ։ Պատմությունը կրկնվում է ոչ թե այն պատճառով, որ մենք չենք կարդում գրքերը, այլ որովհետև չենք ճանաչում ինքներս մեզ դրանց էջերում։ Մարդը միշտ համոզված է, որ այս անգամ նա ավելի խելացի է, այս անգամ ավելի արդար, այս անգամ ավելի մարդկային, բայց հենց այս անգամն է ամենավտանգավորը։ Պատմության ամենամեծ ողբերգությունները ծնվել են լավ մտադրություններից։ Ոչ ոք չի ասել՝ արի չարություն անենք։ Ասել են՝ արի կարգ հաստատենք, արի պաշտպանվենք, արի փրկենք ապագան։ Եվ հենց այդ պահին մարդը դադարել է հարցնել իրեն. իսկ ով եմ ես այս պատմության մեջ, զոհ թե գործիք։ Պատմությունը կրկնվում է, որովհետև մարդը մտածելու փոխարեն նախընտրում է հարմարավետ լռությունը։ Լռությունը երբեք չեզոք չէ։ Լռությունը միշտ կողմ է ընտրում, ուժեղի կողմը։ Երբ զանգվածը մտածում է զգացմունքներով, իսկ անհատը դադարում է մտածել, պատմությունը այլ ելք չունի, քան վերարտադրվելը։ Մենք կրկնում ենք անցյալը, որովհետև չենք ընդունում մեղքը։ Մենք սիրում ենք զոհի պատմությունը, բայց վախենում ենք պատասխանատվությունից։ Պատմությունը չի սովորեցնում, այն միայն հիշեցնում է։ Ու եթե մարդը չի լսում այդ հիշեցումը, պատմությունը բարձրացնում է ձայնը պատերազմներով, ճգնաժամերով և փլուզումներով։ Մինչև մենք չհամարձակվենք ասել «ես նույնպես պատասխանատու եմ», մինչև չհասկանանք, որ չմիջամտելը նույնպես ընտրություն է, այլապես պատմությունը կշարունակի քայլել շրջաններով, իսկ մենք զարմացած կհարցնենք. ինչպե՞ս սա կրկին պատահեց։